Հարգելի երկնադործներ, իստ է ձեր բոլորին ողջունում եմ։ Եվ ուզում եմ ողջունել Վայոց ձորի բոլոր բնակիչներին, քանի որ ժամանակ չկա բոլոր տեղերը գնամ, իմացեք Ջերմուկ, Վայք, Եղեգիս, Մալիշկա, Արենի, որ դա վերաբերում է բոլորին, մեր բոլոր ժողովրդին։ Տեղյակ են բոլորի խնդիրներից, խնդիրներից, այսօր ժողովուրդը հոգնել է լսելով, հայոյանք, վիրավորանք, ցեղ շպրտել, դատարկ խոսել։ Մարդիկ ուզում են իրենց խնդիրների մասին, իրենց խնդիրները լուծում ունենա։ Մարդը ուրիշ բան չի ուզում, որ տեսնելով, զգալով օր-օրի փոփոխություն կա։ Ջորջան, աննարի ոչինչ չկա։ Ամեն ինչ էլ կառավարել է, ամեն ինչ էլ իրականություն կդառնա, չլուծվող խնդիր չկա։ Ես չեմ ուզում ասենք, թե նորից անդրադառնալ, խոսքեր կրկնել, ես մեմ շատ անկեղծ բարձ ձեզ ասեմ։ Ուսումնասիրել ենք, նայել ենք, տեսել ենք, այսօր խնդիրը պրոբլեմը, հարց չկա, լուծում չունենա։ Այսօր անհրաժեշտությունը խաղաղությունն է, որ մեր ժողովուրդը իմանա, էլ պատերազմ չկա, խաղաղություն է, պատերազմի դուռը փակի, ես զբաղվի իր անելիքով, իր գործով։ Այո, դա երաշխավորած խաղաղությունն է, որ մենք դա կազմել ենք եւ պատրաստ ենք այդ հարցը կարգավորելու երաշխավորած խաղաղություն լինելու։ Այսօր ասում են խաղաղություն, Ջորջան, խաղաղություն չկա, դա պայմանավորվածություն է։ Խաղաղության դեպքում պետք է լինի ստորագրած փաստաթուղթ, ոչ թե ամեն օր ելնելով, առաջարկ ներկայացնելով, ինչ որ պահանջ ներկայացնելով, սա ենք ուզում, սա են իշում։ Ես այս հողու ջրում մեծացած մարդ եմ, իսկ սիրտս ցավում է։ Մենք բոլորը պատրաստ ենք անելու, ասեմ, յուղ առ յուղ, քաղաք առ քաղաք գնում եմ, ներկայացնում ենք, ասում ենք, անհնարի ոչինչ չկա ժողովուրդ։ Այսօր ամենակարևորը, որ ասեմ, դուք նայեք, դուք եք ընտրելու։ Հիմնական հարցը այսօր պետք է առողջապահությունը լինի անվճար, կրթությունը պետք է լինի անվճար, թոշակները պետք է լինի այն ամենացածրը, որ իրենք են աշխատել։ 78,000 դրամ, իրենց տվածը 49-ն է, 59-ը թող լինի, բայց էլ իրենց հաշվարկով չի բավարարում։ Այսօր պետք է կարողանաս ծանոթությունը վերցել ես, քու ժողովրդի հարցերը կարգավորես։ Մյուսը դա վարկերի խնդիրն է ժողովուրդ։ Այսօր ամբողջ ազգը վարկի տակ է։ Եղել է տնտեսական ճգնաժամ, եղել է կորոնավիրուս, համաճարակ, որը ասենք այդ մարդիկ չեն աշխատել 2-3 տարի, եղել է պատերազմ, մարդիկ այսօր ապրելու գոյատևելու համար, բուժվելու համար պարտքեր է գոյացել։ Պետությունը անմիջապես պետք է մինչև 3 միլիոն դրամ, 3 միլիոն մարդկանց ներում շնորհի։ Այսօր պետական պարտքը 8 միլիարդից դառել է 15 միլիարդ, 8 տարում տարի 1 միլիարդ ավելացել է, ոչ աշխատատեղ ավելացել, ոչ ինչ-որ ժողովուրդը իր առօրյայի վրա դասգացել է, այլ թանկացումներ, գույքահարկ, չգիտեմ ինչ հարկեր բարդարանով ու լիարժեք արդեն թանկացել է, մարդկանց վիճակը ավելի ծանրացել է։ Պետությունը պարտավոր է, թող 1 միլիարդ էլ ավել լինի պարտքը, բայց գոնե մարդիկ իմանան, որ այդ ժողովրդին այդ ճայճից հանել են։